Հուլիսի 14-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ոստիկանության Արագածոտնի մարզի ստորաբաժանումների 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկայ էին ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, նախարարության եւ ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության գործառույթներին վերաբերող հանցագործությունների մասով արձանագրվել է նվազման միտում։ Հաշվետու ժամանակահատվածում դրանց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 22%-ով, 168-ից հասնելով 131-ի։ Ընդգծվել է, որ կիսամյակի ընթացքում սպանության դեպք չի արձանագրվել։ Աճել են մարդու դեմ ուղղված պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները, նվազել են բնակարանային գողության եւ խարդախության դեպքերը։ 2026 թվականի 6 ամսվա ընթացքում համայնքային ոստիկանության աշտարակի բաժնում գրանցվել է 486 հանցագործություն, բացահայտվել 436-ը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բացահայտման ցուցանիշը նվազել են մարդու դեմ ուղղված, աճել սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները, աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, ինչը հիմնականում պայմանավորված է բարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։ Համայնքային ոստիկանության ապարանի բաժնում գրանցվել է 140 հանցագործություն, որից 117-ը բացահայտվել է։ Բացահայտման ցուցանիշը կազմել է 83.6%, նվազել են մարդու, պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները, աճել սեփականության դեմ ուղղվածները։ Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի սպասարկման տարածքում հաշվետու ժամանակահատվածում հրազենով հանցագործության դեպքեր չեն արձանագրվել։ Գրանցված 102 հանցագործության դեպքերից 87-ը բացահայտվել է։ Մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 68.8, իսկ պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները 73.9%-ով։ Բաժնի ծառայողները վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմել են արձանագրություններ պետական դրոշի օգտագործման կանոնների, չթույլատրված վայրերում ծխելու, հասարակական կարգի պահպանման կանոնների եւ այլ խախտումների վերաբերյալ։ Բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակը անցած կիսամյակի ընթացքում բացահայտել է հանցագործության 40 դեպք։ Կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 35539 որոշում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4239-ով պակաս։ Ճանապարհատրանսպորտային պատահարներով զոհերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ չի փոխվել, աճել է մարմնական վնասվածք ստացածների թիվը։ Ոստիկանության գվարդիայի աշտարակի պետական պահպանության բաժնի պետը ներկայացրել է ծառայության հիմնական արդյունքները, ընդգծելով, որ հաշվետու ժամանակահատվածում զգալիորեն բարելավվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը։ Նրա խոսքով ցուցանիշի աճը ծառայության տարբեր ուղղություններով իրականացված հետևողական աշխատանքի եւ օպերատիվ համագործակցության արդյունք է։ Շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար նախարար Սարգսյանը նշել է, որ առաջին կիսամյակի արդյունքները ընդհանուր առմամբ բավարար են, սակայն արձանագրված մի շարք միտումներ պահանջում են առավել նպատակային, հետևողական եւ արդյունավետ աշխատանք։ Արփինե Սարգսյանը անդրադառնալով հանցավորության շարժընթացին հանձնարարել է ակտիվացնել օպերատիվ հետախուզական միջոցառումները քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ուղղությամբ, շեշտելով, որ նման ցանկացած դրսևորում պետք է արժանանա ոստիկանության արագ, համարժեք եւ անզիջում հակազդմանը։ Նախարարը հանձնարարել է սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանքների վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդման դեպքում ապահովել իրավապահ բոլոր մարմինների անհետաձգելի արձագանքն ու համակարգված համագործակցությունը դեպքի բոլոր հանգամանքների լիարժեք բացահայտման եւ օրենքով նախատեսված պատշաճ իրավական ընթացքի ապահովման նպատակով։ Նախարար Սարգսյանը հանձնարարել է նաև հետևողական պայքար իրականացնել տնտեսական բնույթի հանցագործությունների հայտնաբերման, բացահայտման եւ կանխարգելման ուղղությամբ, մասնավորապես ակտիվացնելով հանքարդյունաբերության ոլորտում վերահսկողությունը։ Անդրադառնալով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասնակցության դեպքերին, Արփինե Սարգսյանը շեշտել է, որ անհրաժեշտ է միջգերատեսչական մակարդակում առավել ակտիվ ջանքեր ներդնել։ Նախարար Սարգսյանը կարևորել է համայնքներում պարեկների ակտիվ ներկայությունը, ընդգծել, որ կանխարգելիչ ծառայությունը պետք է լինի առավել տեսանելի եւ հասանելի նաեւ բակային տարածքներում։ Նա հանձնարարել է հանգստի սեզոնի ընթացքում ուժեղացնել ծառայությունը եւ մշտական վերահսկողություն ապահովել հանգստյան գոտիներում։ Հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5248 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 170 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ սթափ 183 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 153 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 36 չամրակապված վարելու 894, առանց մանկական նստատեղի քարսիթի 37 վարելու ընթացքում ծխելու 699, բարելի հեռախոսից օգտվելու 383, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 10 եւ 1713 այլ իրավախախտում, 13 մեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի, 85-ը տեխնիկական զննություն չանցած, 68-ը լուսարձակների անսարքությամբ, 40-ը թաղանթապատված դիմապակեով եւ կողային ապակիներով։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 72 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16405 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 218 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ ստաբ 313 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 463 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 68 շամրակապված վարելու 4489, առանց մանկական նստատեղի Քարսիթի 328, վարելու ընթացքում ծխելու 605, վարելի սեռախոսից օգտվելու 721, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 81, արագության գերազանցման 2954 եւ 5117 այլ իրավախախտում։ 57 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի 570-ը տեխնիկական զննություն չանցած 493-ը լուսարձակների անսարքությամբ, 150-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 19 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 40 անձ։ Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել եւ կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս կանոնի խախտումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի 5000 դրամի չափով եւ տուգանային 1 միավորի կիրառում։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում եւ խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման եւ տարածման վտանգը։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է վառել խարույկներ չնախատեսված վայրերում։ Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում, շրջապատելով խարույկը 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով։ Բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, ծխել եւ օգտվել բաց կրակից, վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում, կատարել չոր խոտի, խոզանի այրում, թողնել քսայուղով, բենզինով, կերոսինով եւ այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր եւ այլն։ Հարգելի քաղաքացիներ, պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները, հոգ տարեք շրջակա միջավայրի կենսաբազմազանության մասին, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին։ Կառավարությունն իրազեկում է։ Անտառներն ու բուսածածկ տարածքները մեր երկրի կենսական եւ ռազմավարական հարստությունն են, սակայն անգամ մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Բնության գրկում հանգիստը կազմակերպելիս դրսևորեք հոգատարություն, ստեղծեք մաքուր եւ անվտանգ միջավայր։ Հրդեհավտանգ ժամանակաշրջանում խստիվ արգելվում է բուսածածկ տարածքներում նետել այրվող լուցկի կամ ծխախոտի մնացորդներ, չնախատեսված վայրերում խարույկ վառել։
Արգելվում է վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխելը, բաց կրակից օգտվելը, ինչպես նաև բացատներում շշեր եւ ապակու կտորներ թողնելը։ Դրանք կարող են ոսպնյակի նման ֆոկուսացնել արևի ճառագայթները։ Արգելվում է այրել չոր խոտը կամ խոզանը։ Վառելանյութերն ու քսանյութերը պահեք փակ տարաներում։ Դրանց պահման վայրերը շրջափակեք առնվազն 1.5 մետր հանքայնացված շերտով։ Մաքրեք բուսածածկույթից եւ փայտի մնացորդներից։ Հրդեհի փոքր օջախ տեսնելիս անտարբեր մի անցեք։ Անմիջապես փորձեք մարել կրակը կամ արագ հազանգեք 112